Կառավարության ֆինանսական աջակցությամբ առողջապահության նախարարության այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում հիմնանորոգումներ են։ Մայիսից մեկնարկած աշխատանքների մի մասն արդեն արված է, մյուսներն ընթացքի մեջ են։ 160 միլիոն դրամի մի մասը ծախսվել է տանիքի վերանորոգման համար, գումարի մյուս մասով վերանորոգվել է վերակենդանացման բաժանմունքը։ Այն բաղկացած է լինելու մեծ վիրահատարանից, վիրակապարանից, մանկական և մեծահասակների համար նախատեսված սենյակներից, մեկուսարանից։ Սա նոր վիրահատարանն է լինելու, նոր օդափոխության համակարգով, մի շարք համակարգեր, որոնք միացված են եւ անհրաժեշտ են պացիենտի համար եւ թթվածնի եւ արտածծման համակարգը, որը մենք բավականին շատ ենք օգտագործում, մեռուկացած մաշկի կտորները, վերքային մակերեսները մշակելու համար, բացի դրանից հատուկ կառուցում, դասավորություն այնպես, որ գործիքների ստերիլության հարցը, բժիշկների մուտքի ելքի, մի խոսքով փորձել ենք ամեն ինչ նենց կառուցել, որ ոչ թե ինչ-որ մի բան լինի, այլ լինի ամենաբարձր ստանդարտներին համապատասխան։ Օդափոխության նոր համակարգի համար ըստ տնօրենի ծախսվել է 40 միլիոն դրամ։ Այն կանխելու է օդում բակտերիաների ներթափանցումը։ Օդը դուրս է գալու այս վերևի անցքերով եւ ներքևից նորից մուտք է լինելու այս շրջանառության շնորհիվ մենք ստանալու ենք այդ հնարավորություն ենք ունենալու այդ ստերիլ օդ ստանալը, որը վիրահատարանի համար դա այտենց օդի ջրի պես պետք անհրաժեշտ բան է, առավել եւս այրվածքով պացիենտների համար։ Բաժանմունքի հիմնանորոգվող մեկուսարանում ընդունվելու են ծայրահեղ ծանր բուժառուները կամ նրանք, որոնք ունեն ուղեկցող խնդիրներ եւ ֆիզիկապես չեն կարող լինել այլ պացիենտների հետ միասին նույն սենյակում։ Գտնում ենք վերակենդանացման բաժանմունքի վիրակապարանում, սա ոնց որ դրամաբանական շարունակություն է այրվածքի հիվանդի բուժմանը։ Այս հիվանդները այն որ ունեն ընդհանուր վիճակի փոփոխություն, այսինքն վատացում, նաև ունենք արտաքին ծածկույթների վերքային մակերես։ Եվ այդ վերքային մակերեսների էտապներով նախատեսում է վիրակապություններ, համարյա ամեն օր, պլյուս էտապներով նախատեսվում է վիրահատություններ։ Ընդունարանի եւ նոր անհետաձգելի ծառայություն տրամադրող բաժանմունքի բացման անհրաժեշտություն եւս կա։ Շատ այրվածքով պացիենտներ ունենում են մեկօրյա բուժման անհրաժեշտություն, բայց բաժանմունք չես կարող տեղափոխել, որտեղ իրանք այնքան ծանր չեն, որ գնան բաժանմունք, բայց այնքան թեթևել չեն, որ ասես գնացեք տուն ու հանգիստ չանհանգստանաս։ Բաժանմունքը բավականին մեծ ծավալներ է իր վրա վերցնելու, նախատեսում ենք մինչև 10 մահճակալի առկայություն։ Բաժանմունքները կառուցվել են այնպես, որ հիվանդասենյակները լրացնեն կամ փոխարինեն իրար։ Կենտրոնի ներկայացուցիչները շեշտում են, ամեն ինչ պետք է արվի, որ այրվածքով ընդունված պացիենտը հնարավորինս արագ ու առավելագույնս առողջ գնա տուն։ Երբ որ պայմանները լավ են լինում եւ արդեն հնարավորությունները շատ են լինում, այս դեպքում ավելի արագ է կատարում ամեն ինչը։ Տեսեք, ինչքան արագ են հիվանդին վիրահատում, ինչքան արագ է հիվանդը վերականգնում, ավելի քիչ է սպիրական մակերեսներ լինում։ Արդիականացման աշխատանքներ են տարվում նաև մաշկաբանության կենտրոնում։ Էսթետիկ բաժանմունքի ու լաբորատորիայի նմուշարման սենյակի վերանորոգման համար կենտրոնն իր միջոցներից ծախսել է 20 միլիոն դրամ։ Մերին Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։